Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Թուրքիայի Դիարբեքիր նահանգում բնակվող մեր հայրենակից Կարոտ Սասունյանին և պատմական գիտությունների թեկնածու թուրքագետ Մելինե Ալումյանին։ Մինչ մեր հյուրերին խոսք տրամադրելը նշեմ, որ Կարոտ Սասունյանը լուսանկարիչ է, հոդվածների հեղինակ, նաև Թուրքիայում բնակվող հայերին և հայկականությանը վերաբերող շատ կարևոր ուսումնասիրություններ է կատարում։ Նաև նշեմ, որ Կարոտ Սասունյանը ծնվել ու մեծացել է Սասունում, սակայն էթնիկ ծագման համար հալածանքների ենթարկվելու պատճառով տեղափոխվել և հաստատվել է Դիարբեքիրում, որտեղ էլ շատ ավելի բացահայտ կերպով սկսել է խոսել իր ինքնության, ազգային պատկանելության, իր արմատների մասին։ Պարոն Սասունյան, ուրախ ենք, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում։ Նախ կխնդրեմ, ասեք, օրեր առաջ դուք մկրտվել եք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում։ Սա ինչ կարևոր խորհուրդ ունի ձեզ համար։ Sizi ağırladığınız için çok sevindik. Günler önce siz Çarençavan'ın Surp Pırkiç Kilisesi'nde vaftiz oldunuz. Bu olay sizin için ne simgeliyor? Ben yıllardır vaftiz olmayı bekliyordum. Տարիներ շարունակ սպասում էի մկրտությանը. Bu vaftizi ben Sasun'daki bir kilisede, büyük annemin kilisesinde olmak istiyordum. Bu kilisemizin adı Enop Surpasvazazdin Եկեղեցիը. Ես սակայն ցանկանում եմ մկրտվել Սասունի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որը շատ կարևոր էր իմ տատիկի համար. Ama yani bizde derhayır olmadığı için bir türlü bu hayalimi gerçekleştiremedim. Sակայն քանի որ տերհայր չկա մեզ մոտ, ոչ մի կերպ չկարողացա իմ երազանքը իրականացնել. Ben yıllarca bekledim, işte 1 yıl, 5 yıl, 10 yıl, 20 yıl bekledim. Bir papaz gelsin, gidelim babaannemin kilisesine beni vaftiz etsin. Ama baktım artık olmuyor. 1 տարի, 5 տարի, 10 տարի սպասեցի, մտածում էի որևէ հոգևորական կգա եւ կկարողանանք իմ հորական տատիկի եկեղեցում մկրտվել, սակայն տեսա որ չի ստացվում. Uzun yıllar geçtiği için artık bu hayalimi gerçekleştirmek için Yerevan'a geldim ve vaftiz oldum. Bu benim için çok büyük bir mutluluk. Երկար տարիներ, քանի որ երկար տարիներ անցան, ես եկա Երևան եւ իրագործեցի իմ երազանքը. Başka soracağınız bir şey varsa devam edelim. Փաստորեն դա ձեր վաղեմի երազանքն է։ Yani çok eskilere dayanan bir hayalinizdi. Evet. Այո. Պարոն Սասունյան, քանի որ տիպիկ հայկական անուն եւ ազգանուն եք կրում, կխնդրենք ձեր մասին փոքր ներկայացնեք, պատմեք ձեր արմատների մասին, Սասունում ծնված, մեծացած այդ տարիների մասին. Ermeni adı ve soyadını taşıyorsunuz ve onun için Ermeni kimliğinizle ilgili bir şeyler anlatmanızı istiyoruz. Özellikle Sasun'da geçirdiğiniz çocukluk yıllarınızı falan. Tabii ki. Hatta şöyle söyleyeyim. Ermenice kelimeleri ben dedemden öğrendim. İşte nıstek, gertam, haz, cür. Ես պապիկից եմ սովորել հայկական խոսքերը, նստել, կերթամ, հաց, ջուր. Bizim yaşadığımız bölgede Ermenice harfli hiçbir şey yok. Մեր ապրած շրջանում որևէ հայատառ բան չկա. Sadece bazı kiliselerin giriş kapılarındaki kitabelerde oluyor. Միայն որոշ եկեղեցիների մուտքի արձանագրություններն են հայատառ. Yani bir Ermeni harfleri ve Ermenice benim için çok kutsal bir şey. Եվ դրա համար հայկական այբուբենը եւ հայատառությունը ինձ համար շատ սուրբ երևույթ է. Yıllarca bu hayalimi gerçekleştirmek için uğraştım. Yani Ermenice hem okuyup hem yazabiliyorum.
şu anda. Ներկայային կարողանում եմ եւ կարդալ եւ գրել հայերեն եւ տարիներ շարունակ ուզում էի անպայման ձգտում էի հայերեն սովորել։ Bu benim için çok mutlu bir şey. Ben artık tabela okuyabiliyorum. Ես երջանիկ եմ, որ Հայաստանում կարողանում եմ ցուցատախտակները կարդալ, գիրք կարդալ։ Yazabiliyorum aynı şekilde. Նաեւ Ama կարողանում եմ գրել։ şu lafı şuraya getiriyorum. Bizde Ermeni insan olmadığı için, fazla insan olmadığı için, konuşabilecek Ermeni olmadığı için Ermeniceyi biz rahat konuşamıyoruz veya öğrenemiyoruz. Սակայն ուզում եմ շեշտել, որ քանի որ մեր mոտ չկան հայախոս հայեր եւ քիչ են հայերի թիվը, դրա համար չենք կարողանում սովորել հայերեն։ Şöyle, benim güzel bir sözüm var. YGG'si ka der hayr çiga, ususit çiga, dıbros çiga, lezu çiga. Şad dışvarı. Ben şu anda okuyup yazabiliyorum. Fazla konuşamıyorum. Konuşacak insan bulamadığım için. Ես կարողանում եմ գրել կարդալ, բայց շատ չեմ խոսում, Günlük որովհետեւ մարդ hayatta. չեմ գտնում առօրյա կյանքում, որ այդ կարող եմ խոսել հայերեն։ Biz Ermeniliğimi nasıl öğrendim diye sorsanız Ինչ վերաբերում է թե ինչպես իմացա իմ հայության մասին, 5-6 yaşlarında bize Arapça öğretmek için küçük bir kitap verirlerdi. Camiye gönderirlerdi. տարեկան էի, մեզ տվեցին արաբեն սովորելու համար փոքրիկ գիրք եւ ուղարկեցին մզկիթ։ 5-6 yaşındayız. Hiçbir şey anlamıyoruz. Dükkanların önünden camiye giderken orada yaşlı insanlar, yani dükkan sahipleri bize laf söylüyorlardı. 5-6 տարեկան էինք, շատ bան չէինք հասկանում, երբ որ գնում էինք մզկիթ, այնտեղ խանութների տերերը մեզ հետևից խոսք էին գցում։ Hatta hakaret ediyordu. Անգամ վիրավորում էին։ Altıydığa, Gırbayıdığa camiye gidecek imam olacak. Biz de onun arkasında namaz kılacağız. Արհամարանքով ասում էին հայի տղան պիտի գնա մզկիթ, պիտի սովորի իմամ դառնա, մենք էլ իր միջոցով նամազ անենք։ Altı benim büyük annemin ismi, Gırbada büyük dedemin ismi. Ալթն իմ մեծ մոր անունն էր, կրպոն էլ մեծ հոր անունը։ Camiye gidiyoruz. Bize Arapça öğretiyorlar. En iyi bilen ben ama en fazla da dayak yiyen ben. Մեզ արաբերեն էին սովորացնում մզկիթում եւ ամենալավ սովորող ես էի, բայց ամենաշատ ծեծ ուտողն էլ էի։ Yani Ermeni olduğumuzu bildikleri için bunu Քանի որ նրանք yapıyorlar. գիտեին, որ մենք հայ ենք, ավելի շատ էին մեզ ծեծ։ Dedeme sordum. Dede bana böyle diyorlar. Dedem dedi sen kulak asma, sen işine bak. Պապիկիս հարցեցի, ասացի, որ նման բաներ են իմ հետևից խոսում, նա ասաց ուշադրություն մի դարձրու, դու քո գործին նայիր։ Birkaç kez bunları yaşadım ve dedeme anlattım. Dedemi sıkıştırdım. Altı ove, Gırbo ove. Քանի որ շատ էի լսում այն նման բաներ, փորձեցի ավելի նեղը գցել պապուս եւ անդադ ասում էի ով է կրպոն, ով է ալթեն։ Dedem yavaş yavaş bana anlatmaya başladı. Կամած Ermeni կամած olduğumuzu. սկսեց ինձ պատմել մեր հայ լինելու մասին։ Artık dedemden kopmuyorum. Merak ediyorum ve her şeyi soruyorum. Եվ չէի փոխվում նրանից, անդադ հետաքրքրվում է եւ ամեն ինչ հարցնում։ Dedem aslında bilerek bizi Arapça öğretmeye, yani Kur'an okumaya bilerek gönderiyordu ki biz yaşadığımız yerin hepsi Muhammedegan, hepsi Müslüman, Kürt ki bize bir zarar gelmesin. Պապիկս հավանաբար գիտակցաբար էր մեզ Գիզլերմեք ուղարկում, իջին, որպեսզի մենք արաբերեն սովորենք, մուսուլման դառնանք, քանի որ մեր շրջապատը մահմեդական էին բոլորը, որպեսզի խնդիրներ չունենայինք մեր շրջապատում։ Yani ben Ermeniliğimi Kürtlerden öğrendim. Այսինքն Onların zorlamasıyla. հայ լինելու մասին ես քրդերից եմ տեղեկացել նրանց այդ խոսքը գցելու շնորհիվ։ O gün bugündür de ben Ermenilikle ilgili ne varsa benim ilgi alanıma gitti. Hatta şöyle söyleyeyim, yaklaşık 40 yıldır ben Garot Sasunyan adını kullanıyorum. Եվ այդ օրվանից սկսած հայության հետ կապված ինչ կա, այդ ոլորտում ինձ հետաքրքրում է եւ արդեն 40 տարի է, որ ես կիրառում եմ Կարոտ Սասունյան անունը։ Պարոն Սասունյան, նշեցիք, որ հայերեն բառեր սովորել եք ձեր
պապիկից։ Կխնդրեմ ավելի ընդարձակ ձևով, հա, ներկայացնել եւ ձեր պապիկի եւ մյուս ազգականների մասին։ Dedenizden Ermenice sözcüklerini öğrendiğinizi söylediniz. Biraz onlardan, sizin büyük dedenizden bahsedebilir misiniz? Ben dedeme soruyorum. Dede Ermenice öğret bize. Hayeren sovare, hayeren sovare. Dede hav git, cur, gertam, nistek. Azar azar bu şekilde öğrendim. Ama sonra kendimi ifade edebilecek şekilde yavaş yavaş öğrenmeye başladım. İnternet. Պապիկի սեր, որ ասում էի հայերեն բառեր սովորացնում էր այդ բառերը, բայց հետո ես ավելի ինքս ինձ սկսեցի աշխատել, հատկապես համացանցի միջոցով։ Yani şu anda kendimi tanıtabilecek durumdayım. Հիմա Anun կարող Vazganun ինձ ներկայացնել։ Garot Sasun yani yes zınvelem Sasunum Pasurkyu yes yergu dğa unim metz dğa anun ardak kisanços daregane ardak hima germanagen lezu ususçi sonra Sasun dasnı ut daregane Sasun hima hamasarani aşkadume Sasun şadlav yerkere başka sonra aklıma gelmiyor. Այլ խոսքեր չեմ հիմա մտքից չի գալիս։ Եվ ձեր շարավիղների մասին կխնդրեի ավելի մանրամասն Sizin ներկայացնել։ atalarınızı daha detaylı olarak tanıtabilir misiniz? Tabii ki. Şimdi Pasur köyü Sasun'a bağlı küçük bir köy. Փասուրը Սասունին ենթակա փոքր գյուղ է։ Pasur'da devlet idaresinin olduğu bir kurum var. Yani kadı hakim. Այնտեղ պետական հաստատություն կա, քադի, այսինքն դատավոր։ Nüfusun tamamına yakını Ermeni ama çok az Kürt ailelerde yaşıyor. Գրեթե ամբողջ բնակչությունը հայկական է, շատ քիչ քրդեր կան։ Biliyorsunuz Ermeniler hakim olamaz. Yani kadı olamazdı. Գիտեք, որ հայերը չեն կարող դատավոր դառնալ, Ama orada kadıya bir yardımcı lazım. բայց դատավորի Ermeni օգնական bir kişi kadı yardımcısı olarak. մի հայ դատավորի օգնական է դառնում։ Bunun adı Boğoz. Անունը Պողոս է։ Boğoz. Benim büyük dedemin amcası adı Mırdo. Պապուս հորեղբոր անունը Մրդո էր։ Mırdo Pasur'daki Daşnak sütyunların lideri. Փասուրի դաշնակցության առաջնորդն էր Մրդոն։ İşte 1894'te 1893-94'te Daşnak sütyunlar hazırlık yapıyorlar. Hani 1893-94 թվականներին դաշնակցականները նախապատրաստություններ էին անում։ Silahlar getiriliyor köylülere, silahlar dağıtılıyor. Զինում էին գյուղացիներին, զենքեր էին բերում։ Yani orada kendimizi korumak için Մենք halka propaganda yap. Պաշտպանելու համար ժողովրդին քարոզչություն էին կանում։ Gizliden silahlar geliyor, bu silahlar gizli dağıtılıyor. Գախնի զենքեր էին բերվում, բաժանվում, Ama Pasur'un ileri gelenlerinden olan Boğoz, adı yardımcısı Boğoz kabul etmiyor. բայց այդ դատավորի օգնական Պողոսը դա չի ընդունում։ Ben diyor devlete, Osmanlı devletine karşı gelemem. Ասում է, ես չեմ Sizin կարող դեմ դուրս yaptığınız, գալ Օսմանյան պետությանը։ sizin yaptığınız iş yanlıştır, Սխալ böyle olmaz, բան է կանում kabullenmiyor. եւ չի ընդունում այդ։ Benim büyük amcamın lakabı Guyurşun, Մրդոյի Գույշուն։ մականունը Գույշուն։ kör köpek, Հա, şungur, Գույշուն էր։ Guyurşun. Bir gözü hafifçe kör, Որտեվ մի փոքր կուրություն ուներ աչքերից մեկը։ çok sert ve nasıl söyleyeyim, çok sert biri, Շատ otoriter bir. հեղինակավոր եւ խիստ մարդ էր։ O zaman benim Mırdo amcam diyor sadece bir kelime. Մրդո հերեղպես մի բառ են Bu adamın kıçına bir tekme atın gitsin. Ne diyor? Bu adamın Poposuna bir. ha asma այս մարդուն խփեք թող գնա։ Ve bu bir emir gibidir. Yani Ya da sadece Rahmani ağızdan bir nemadır. defa çıkar.
Nera Beranit մեկ անգամ էր դուրս գալիս։ Daşnaksutyunlu gençler bir düğün oluyor. Mırdo'nun evi 2 katlı, evin üzerinde düğün oluyor. Düğünde boğaza rakı içiriyorlar bol bol. Դաշնակցական երիտասարդից մեկն է ամուսնանում, Մրդոյի տանն են անում հարսանիքը, երկհարկանի տուներ եւ արաղ են խմացնում։ Boğaz sarhoş olmuş. Նա harpում է Ondan sonra damdan aşağı atıyorlar onu. եւ նրան ջամդան մը Hayır damdan. կտուրից ներքև են։ Damdan aşağı atıyorlar. Şimdi orası 2 katlı bir yer. Oradan insan düşse ölmez. Zaten adamı Բայց bilerek sarhoş երկհարկանի է ediyor. եւ եթե ընկնի չի մեռնի։ Ve aşağı attıktan sonra da kafasını taşla Դրանից հետո eziyorlar ama գլուխն էլ ջարդում են, ama herkese işte boğaz sarhoş oldu, damdan düştü, բայց բոլորին öldü. ասում են, որ հարբել է, կտուրից է ընկել եւ մահացել է։ Պարոն Սասունյան, այ բացի Արևմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելուց, իդեմս ձեր հորեղբոր, որը դաշնակցական էր, դաշնակցության մասին ձեր ընտանիքում էլ ինչ էին պատմում, ինչ եք լսել։ Sizin amcanızın yanı sıra Taşnak Partisi hakkında sizin ailenizde neler konuşuldu? Yani öz savunma dışında. Şöyle söyleyeyim, bir korkuyla, hep korkuyla. Çünkü devletten korkulur. Միշտ վախով են խոսել, քանի որ պետությունը վախենում է դաշնակցությունից։ Կարող ենք ասել, որ Թուրքիայում միշտ դաշնակցականները թուրքերի համար, այսպես ասած, վախ են Türkler için taşnakçılar hep korku mu verildi Türklere? Korku ve onları terörist sayıyor. Նրանց ահաբեկիչներ են համարում Türkերը. Yani ailenizde korkuyla mı konuştular? Evet, yani onu Daşnak oldu. Evet, bir şey olduğu zaman işte bu daşnaktır, sağ daşnak. Hayır, aileniz içinde. Ailemiz içinde bizim konuştuğumuz dedemdir. Dedemin amcası vardı. Ben onlardan bir şeyler öğrenmek için konuştururdum ama işte nedir? Bir Garo Sasuni benim dedemin teyzesi oğlu. Garo Sasuni'nin էլ իմ պապիկիս մորակրոջ տղան էր։ Եվ ես պապուս հաճախ էի խոսեցնում, որպեսզի ինչ որ բաներ իմանամ։ Yani Daşnaklı işte Haray Djorku vesaire İsro'yu vesaire onları bilir. Onlarla ilgili küçük hikayeler bana anlatılır işte. Kahramanlıkları. Ama Daşnak Փոքր պատմություններ պատում նրանց հերոսությունների մասին։ Daşnaklıktan bahsedildiği zaman hani korkuyla Բայց միշտ զգուշավոր էր խոսում, որպեսզի որևէ մեկը չլսեր, երբ խոսում էր դաշնակցության մասին։ Yani bizden bir fedai Daşnak vardı, Kalo անվամբ մի ֆիդայի ունեինք։ Bizden derken sizin ailenizden. Evet, halamızın oğlu. Մեր հորաքրոջ տղան էլ եւս դաշնակցական էր, Գալոն։ Yıllarca onu aradık. Acaba kurtuldu mu, kurtulmadı? Երկար տարիներ իրեն փնտրեցինք, արդյոք փրկվել է թե ոչ, բայց չիմացա։ Kalust. Գալուստի կրճատ անվանումներ Գալոն։ Ձեր համար դաշնակցությունը ինչ է, պարոն Սասունյան։ Sizin için taşnakçılık ne demek? Şöyle söyleyeyim. Amdokler, Asvaze, Antranik, Paşa, Margare, Daşnaksutyun, Siirt'e. Biz bunu biliyoruz. Yani Մենք դա գիտենք։ Azadutyun, Ardadutyun, Daşnaksutyun. Biz bunları biliyoruz yani bir. Մենք այդպես ենք ընկալում ազատություն, դաշնակցություն։ Hatta yani o bizim rehberimiz, kitabımız. Կարելի ասել մեր kalbimiz dediğimiz zaman Daşnaksutyun bizim rehberimiz, felsefemiz. Bu herkes bir partiye üye olabilir. İşte Cumhuriyet Partisi, Adalet Partisi, onun partisi, Herkes bunun derken partisi. Türkiye diye. Hayır burası. Ermeniler için söylüyorum. Այնտեղի հայերը կարող են դառնալ տարբեր կուսակցությունների Yani անդամներ, herkesin bir թուրքական։ partisi olabilir ama biz hepimiz Daşnak. Բայց մենք բոլորս դաշնակցական ենք։ Yani bu Daşnaksutyun bir parti ismi değil, bir Քանի որ felsefenin դաշնակցությունը ismidir. ոչ թե կուսակցության անունը, այլ փիլիսոփայություն է։ Yani bizi bir arada tutup Մեզ մեկ տեղող ve
bize önderlik edebilecek Եվ bir yapıdır, առաջնորդող büyük bir մի yapıdır. կառույց է, շատ մեծ կառույց։ 100 küsur yıldır ayakta ve 100 halen var տարուց olan bir ավել yapı. կանգուն է, ոտքի է եւ Ama şöyle ufak tefek hatalar, yanlışlar yapabilir. Bunları Daşnak Sütun yapmıyor. İnsanlar yapıyor. մանր մունր սխալներ կարող են, Yani բայց դա անում է դաշնակ- ոչ թե դաշնակցությունը, այլ Daşnak hata yapmaz. Daşnak insan değil. Դաշնակցականը Hatayı սխալ yapan չի անում։ insanlardır. Մարդիկ են սխալներ անում։ Այլ կերպ ասած, Դաշնակցության ազգային գաղափարախոսությունը ձեր արյան մեջ է։ Yani Taşnak Partisi'nin ulusal bu felsefesi sizin kanınızdadır. Evet, Arjun. Arjun. Պարոն Սասունյան, մենք գիտենք, որ Թուրքիայում բազմաթիվ իսլամացած եւ ծպտյալ հայեր կան։ Այ բոլորն են ձեր նման փորձում իրենց ինքնությունը պարզել, իրենց արմատներն ուսումնասիրել, վերադառնալ իրենց armatներին։ Çok sayıda gizli Ermeni olduğu biliniyor. Sizin gibi kimliklerine karşı onlar da ilgi gösteriyor mu? Ya da kimliklere dönmek istiyorlar mı? Ben yıllarca hep araştırma yaptım. Bir Ermeni olduğunu bildiğimiz insanları, Ermeniliklerini onlara dile getirtmeye çalıştım. Ես տարիներ շարունակ ուսումնասիրություն արեցի եւ այն մարդիկ, ովքեր հայ էին, փորձում էի հայկականությունը արտնասնել նրանց մեջ։ Bunu onlara karşı dile getirdiğimiz zaman korkuyla biz Ermeni değiliz. Երբ որ մենք ասում ենք այդ թեմայով խոսում ենք, նրանք վախով ասում են, որ մենք հայ չենք։ Ama ben biraz inatçıyım. Ben biraz zorlayıcı Բայց ես olarak. համար բնավորություն Yani ունեմ, մի քիչ benim de Ermeni ընդող olduğumu, եմ böyle olduğumu, եւ ասում եմ ես էլ եմ հայ եւ այլն։ onların da Ermeni olduğunu biliyorum ve kabullenmeleri için o zaman Ասում bana եմ ես գիտեմ որ դուք հայ եք եւ yani korkuyoruz diyorlar. Բայց Biz ասում են bunu մենք dile վախենում getiremiyoruz. ենք։ Bir de şöyle söyleyeyim, Pasur'da Parga diye bir köy var. 200 nüfuslu Ermeni var ve Ermeniliklerini kaybetmemiş. Փասուր գավառում Mehmedegan hayı ama. մի գյուղ կա, որտեղ 200 իսլամացած հայեր կան։ Bana ne diyor biliyor musun? Bana diyor niye bize sahiplenmiyorsunuz? Yani Դա Սասունի Evet, մասին է բանը խոսքը։ Սասունի փասուր Այո, Սասունի փասուր։ oradaki biz birbirimizi tanıyoruz orada, biliyoruz. Görüştüğümüz zaman niye sahiplenmiyorsunuz? Yani genelde Ermeniler niye bizimle Ասում են ինչու sahiplenmiyor? հայերը մեզ տես չեն կանգնում ընդհանուր։ Yani sahiplenme bir para verme, bir maddiyat değil, Նրանք maneviyat նկատի olarak. չունեն դրամ կամ նյութական։ Bizim varlığımızı kabul edin, Մեր գոյությունը ընդունել։ bir araya gelebilecek bir Կարող ortam մի oluşturun. այնպիսի հնարավորություն ստեղծվի, որ կարողանան մարդիկ հանդիպել։ Խոսքը Հայաստանի հայերի մասին է, այո, պետական Էրմենիստան, մակարդակով, յանի- այսպես ասած, նրանց ճանաչելի դարձնելու, նրանց ինքնությունը հանրայնացնելու մասին է։ Onların kimliklerini tanıtma kıtan mı? Sadece Ermenistan devleti değil. Ոչ միայն Հայաստան Bolor պետությունը, yani İstanbul'daki Ermeni'den de Borsa aynı şeyi hayırın istiyoruz. iz- Diasporadaki ամբողջ Ermeniler de. Սփյուռք Bana հայերի söyledikleri. Բորսահայերից նաև բացի Հայաստանցի yani- հայերից պահանջում են, խնդրում են նույն բանը։ Yıllar önce küçük bir proje yapıldı. Çok Aridun diye bir proje Տարիներ առաջ yapıldı. Çok Արիտուն güzel bir ծրագիրը projeydi. եղավ, որը Ama շատ գեղեցիկ ծրագիր էր։ çok küçük ve unutuldu bile. Yani kaldı o Նույնիսկ kadar. մոռացվեց։ Buna benzer Նմանատիպ projelerle. ծրագրեր պետք է արվեն։ Պարոն Սասունյան, իսկ այդ ծպտյալ հայերը արդյոք պահպանում են հայկական ավանդույթները, այն ինչը որ տիպիկ հայկական է։ Peki gizli Ermeniler Ermeni geleneklerini koruyabiliyor mu? Yaşatabiliyorlar mı? Birçoğu Şartları. yani gelenek görenekten görenekleri aynı şekilde devam ettiriliyor. Dil yok bir defa. Lezun Lezun իհարկե şey. կորել է, անհետացել է, բայց Çünkü bizim bölgede yaşayanların çoğu Kürtçe ավանդույթները konuşuyor. պահպանում են։ Daha önceki Ermeniler de Kürtçe. Հիմնականում Ա- քրդերեն են խոսում։ Ortak dil Kürtçe Համատեղ konuşuyor. լեզուն քրդերենն է։ Ben şöyle bir örnek vereyim. Մի օրինակ տամ։ Mesela benim dedem kızlarını hep Ermeni kökenli, Ermenilere verdi. Պապս իր աղջիկներին հայերի հետ է ամուսնացրել։ Aynı zamanda erkek çocuklardan da Ermeni gelin aldı. Նույն կերպ նաև իր տղաներին ամուսնացրել է հայ հարցների հետ։
bana dedem şunu söylerdi. Öyle biriyle evlenin ki söyle. Öyle biriyle evlenin ki sizin dininize küfretmesin. Ասում էր այնպեսի mեկի հետ ամուսնացեք, որ ձեր լեզուն չհայհոյի։ Bu çok önemli bir şeydi. Biz Դա o շատ zaman կարևոր bան էր։ yani o yüzden yemek, içmek bizim farklıdır. Konuştuğumuz zaman bile ben karşı Մեր ուտել, խմելու եւ անգամ խոսելու ձևը տարբերվում է քրդերից եւ evlilik törenleri aynı zamanda bazı düğünlerde Kürt oyunlarının dışında eskiden kalma Samsun Ermeni oyunları bilen o da yaşlılar falan bazen oynarlar bunu biliyoruz. Բացի քրդական պարից նաև հնուց եկած հայկական պարեր իմացող տարեցներ կան, որոնք օրինակ հարսանիքներին պարում են։ Հետաքրքիր է շատ։ Çok Պարոն ilginç. Սասունյան, իսկ Սասունը ձեր համար ինչ է։ Sizin için Sasun nedir peki? Sasun Astvaze, Sasun Hayrige, Sasun Mayrige, Sasun Hadzu Çure, Sasun her amen ince. Sasun olmazsa biz yokuz. Եթե Sasune չլինի, մենք չկանք։ Չենք լինի մենք։ Ben bugün dünyanın her yerinde yaşayabilecek durumdayım. Ես կարող եմ այսօր տարբեր աշխարհի տարբեր երկրներում ապրել։ Yani Amerika'ya, Kanada'ya, Ամերիկա, Almanya, Կանադա, Fransa'ya Գերմանիա, gidebilirim. Ֆրանսիա կարող եմ գնալ։ Hayastana gelebilirim. Հայաստան կարող եմ գալ։ Ama ben Diyarbakır'da yaşamayı bile kendime bir hapishane gibi görüyorum. Բայց անգամ Դիարբեկիրում ապրելը ինձ համար Ben բանկի Sasun'da նման yaşamak բան է։ istiyorum. Ես ուզում եմ Սասունում ապրել։ Çünkü bizim atalarımızın teri, kanı o topraklarda. Որտեղ մեր նախնիների քրտինքն ու այրունը այդ հողերում են։ Yes Hbarthayım, yes Hbart Zrer Sasunsiyem. Ծուր, yani Zur ծուր Sasunsiyem. Սասունցի։ Böyle kısa anlatmak istedim. Այնչափ ողջավորությամբ եք փոխանցում այդ ամբողջ էներգետիկան, հա, նաև մեր վստահ եմ մեր հեռուստադիտողներին պարոն Սասունյան։ Մեզ նաև հետաքրքրում է Դիարբեկիրում հայկական եկեղեցիների վիճակը, ինչ վիճակում է Սուրբ Կիրակոսը։ Մենք նաև գիտենք, որ անցյալ տարի ծրագիր է ներկայացվել Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգելու համար։ Տեղյակ եք արդյոք ինչ ընթացքի մեջ է։ Bu enerjiyi bizim seyircilerimize ilettiniz. Peki Surp Kirakos'taki Ermenilerin durumuna da biz durumuna karşı ilgi gösteriyoruz. Mesela biliyoruz Surp Kirakos yenilendi, restore edildi. Surp Sarkis Kilisesi'nin de restore edilmesi projesi olduğunu biliyoruz. Şu an ne durumdadır? Şimdi biliyorsunuz Surp Gravos Kilisesi yıkılmaya terk edilmişti. 1980 yılından sonra yıkılmaya terk edildi ve yıkıldı. Գիտեք, որ Սուրբ Կիրակոսը 1980 թվականից ի վեր ավերակ վիճակում էր, որտեղ ուղղակի լքված վիճակում էր։ Surp Gravos Vakfı çalışanları bir çalışma başlattı. İstanbul'dan ve diasporadaki bütün Ermenilerden yardım ve katkılarıyla Սուրբ Կիրակոսը հիմնադրամի աշխատողները մի նախագիծ սկսեցին եւ կարողացան գումար Kilise հավաքել restore edildi. Պորսահայերից, Փյուրքահայերից եւ եկեղեցին վերանորոգվեց։ Sonra 2011'di yanılmıyor. 2011 miydi? Evet. 12-də açıldı։ Evet, 2011-2012 yılların arasında açıldı. 2011-12 թվականին վերաբացվեց եկեղեցին։ Orası açıldığı zaman hepimiz çok mutlu olduk. Biliyorsunuz Surp Gregos Kilisesi Orta Doğu'nun en büyük Ermeni kilisesi. Ինչպես տեղյակ եք, Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին է։ 7 xoranlı. Երբ որ բացվեց, շատ ուրախացանք, որքան 7 խորան ունի։ Onun dışında o kilisenin açık olması biz Ermenilerin oradaki buluşma noktası oldu. Երբ որ բացվեց եկեղեցին, մեր հայերիս հանդիպման վայրը վերածվեց։ Yani Van'dan, Muş'tan, Անգամ այլ նահանգներից, Վանից, Մուշից, Խարբերդից, çevredeki her illerden շրջակա բոլոր Ermeniler նահանգներից o հայերը, kilisenin açıldığını görünce երբ որ տեսան orada buluşma բացվել է noktası oldu. Çok mutlu այդ olduk. եկեղեցին, հանդիպեցին, մեկտեղվեցին։ Yani ilk zamanlar biz yaklaşık 20-30 kişi
bir araya gelir, bir kahvaltı yapardık. Սկզբներում pazarları. նախաճաշի ավանդույթ ունեինք Կիրակի օրերին եւ ընդամենը 20-30 հոգի էինք հավաքվում։ Ama kilise açıldıktan sonra o sayımız 50-60 oldu. Sonra 70-80, Եկեղեցին sonra 150 kişi վերաբացվելուց հետո oldu. մինչև Büyük bir cemaat oldu. 150 hոգու մեծացավ այդ թիվը։ Ee, Այսինքն համայնք ձևավորվեց։ Türkler ve Kürtlerin savaşında tekrar kilise hasar gördü. Թուրք-քրդական հակամարտության ժամանակ եկեղեցին վերստին 2015 նաս yılındaki. գրեց 2015 Uzun yıllar yine kapalı kaldı, restore edildi. Երկար տարիներ Şimdi փակ faal մնաց, durumda. վերականգնվեց, հիմա լավ վիճակում է։ Surp Gregos Kilisesi'nde şu anda herhangi bir problem yok. Kilise açık ama derhayr yok. Yani Որևէ խնդիր mada çiga. չկա եկեղեցու հետ կապված, բացի նրանից, որ Տեր հայր չեն, չկա եկեղեցու։ Onun herhangi Պատարակ bir չի sorunu yok. մատուցվում։ Ee, Կամ հազվադեպ է մատուցվում։ Bir de bizim Surp Sarkis Kilisesi var. Նաև ունենք Սուրբ Սարգիս եկեղեցին Դիարբեկիրում։ Surp Sarkis Kilisesi, onun küçük bir hikayesi var, kısaca anlatayım. Փոքրիկ պատմություն ունի, կարճ պատմեմ համառոտ։ Surp Theodoros Kilisesi var. Նաև կա Սուրբ Թեոդորոս եկեղեցին, 1300'lü yıllarda, şimdi 1300-ական թվականներից։ 1315-16 vesaire olabilir. Միգուցե 1315-16 թվականներին են կառուցվել։ Padişahın oğlu ve Diyarbakır valisi, bir paşa, ismini hatırlamıyorum. Փադիշահի որդին եւ Դիարբեկիրի նահանգապետերից մեկը, որի անունը չեմ հիշում, Padişaha yaranmak için Surp Theodoros Kilisesi'nin cemaatinin bir kısmını papazıyla beraber Müslüman yapar. որպեսի սուլթանին, Օսմանյան սուլթանին հաճոյանա, այդ եկեղեցու ծուխի մեծ մասին մուսուլման է դարձնում։ Müslüman olmayan Ermeni cemaati gidip Surp Sarkis Kilisesi'ni Բայց önce մուսուլման 1315 չդարձած yılında. հայկական համայնքի անդամները գնում են եւ բացում են Սուրբ Սարգիս եկեղեցին։ Hangi yılında? 1315. 1315 Evet. 15 թվականին։ 1315 yılında Surp Sarkis'i yaptılar. 1317 yılında da Surp Gregos'u yaptılar. Իսկ 1317 թվականին Սուրբ Կիրակոսը Surp կառուցվեց։ Sarkis o da çok büyük, 5 horanlı büyük Սուրբ bir güzel Սարգիսն էլ է kilise. շատ մեծ գեղեցիկ եկեղեցի 5 խորանով։ Yıllarca depo olarak kullanıldı. Տարիներ շարունակ Hatta որպես պահեստ է օգտագործվել։ Diyarbakır'da Surp Sarkis Kilisesi, Çeltik Kilisesi, Çeltik Yegegesi, Çeltik Hangisi? pirinç Ha. pirinç fabrikası, öyle düşünün. Բրինձի ֆաբրիկայի նման մի բան է ծառայել նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին, տարիներ շարունակ նման գործառույթներով են։ Belli bir tarihten sonra da şey oldu, kendi haline terk edildi. Որոշ տարեթվից հետո ուղղակի լքվել են այդ եկեղեցիները։ Bu son yıllar taşlarını, sütunlarını çalıp kafelerde süs eşyası olarak kullanmaya başladılar. Վերջին տարիներին նույնիսկ նրանց պատերի քարերը օգտագործում էին սրճարան եւ այլն կառուցելու համար։ Ama Surp Gregos Vakfı, yani uzun yıllardır bir çalışmaları Բայց Սուրբ vardı. Կիրակոս հիմնադրամը երկարատև աշխատանք Bunun restorasyonu için çalışmaya başladı. աշխատանք սկսեց Կայնակ արել է վերականգնման աշխատել։ համար, կարողացավ ֆինանսական աղբյուրներ հայթայթել։ Şimdi yurt dışında, İstanbul'da hayırsever insanlar, bu hayırsever insanların olduğu bir de vakıflar var. Արտասահմանից կամ Ստամբուլից բարեգործ մարդկանց, նույնիսկ բարեգործական հիմնադրամներից Onların vasıtasıyla şu anda նրանց restorasyon başladı. միջոցով սկսվել է նաև վերականգնվել Սուրբ Սարգիս Yani եկեղեցին։ 2 yıl sonra muhtemelen o kilisede Այսինքն Սուրբ restore Կիրակոս edilir. եկեղեցու հիմնադրամն է Yani իրականացնում։ para yetecek kadar. Սուրբ Այսինքն Սարգիս ընթացքի մեջ է Սուրբ Սարգիս Yani եկեղեցու şu an վերականգնման։ çalışmalar Evet, devam evet, ediyorlar. evet, devam ediyor. Այո։ Պարոն Սասունյան, մենք գիտենք, որ դուք բնակվում եք մի նահանգում Դիարբեկիրում, որտեղ հայերի համար համեմատաբար ավելի ապահով քաղաք է, ապահով տեղ է, քանի որ հիմնականում քրդաբնակ է Դիարբեկիրը։ Այ Դիարբեկիրը նաև թուրք-քրդական բախումների կիզակետ է եղել տասնամյակներ շարունակ, սակայն այսօր ասես թուրքերն ու քրդերը հաշտության
դեպի գործընթացով են գնում։ Այս թուրքերի եւ քրդերի հաշտությունը հնարավոր է վտանգի հայերին այնտեղ, հնարավոր է վտանգ հանդիսանա հայերի համար։ Bildiğimiz gibi yaşadığınız bölge Diyarbakır başka bölgelere göre Ermeniler için daha güvenli bir yerdi. Çünkü daha çok Kürtler yaşıyordu ve yıllarca Türk-Kürt bu gerginliği yaşanıyordu. Şimdi Türklerin ve Kürtlerin anlaşmaya başladığını ve uzlaşmaya başladığını görüyoruz. Acaba bu süreç Ermenileri nasıl etkileyebilir? Daha güvensiz mi olur yaşadığınız bölge? Şimdi şöyle bir şey söyleyeyim. Bu ortamda Türklerin ve Kürtlerin anlaşması tabii ki de bizlere bir rahatlık getirir. Çünkü bir savaş ortamı yok ortada. Իհարկե այդ մթնոլորտը, երբ որ իրենք Önceleri- հաշտվեն, մեզ հանգստություն կբերի, որտեղ մենք պատերազմական իրավիճակում էինք Her ապրում։ gün top sesleri, kurşun Amen or sesleri, menk, uçaklar, hra- helikopterler. Անդադ Uzun yıllar. ռազմական ձայներ էինք լսում, հրացանների, գնդացիրների, ուղաթիռների եւ ինքնաթիռների։ Yani onların barışması bizler için biz iyi olacağını tahmin ediyoruz. Öyle bir beklenti içerisindeyiz. Ակնկալում ենք ու ենթադրում ենք, որ նրանց հաշտվելը մեր համար դրական կլինի, այսինքն ավելի հանգիստ մթնոլորտում Ama կապրեն։ son zamanlarda basında bazı farklı sesler çıkmaya Բայց başladı. վերջին շրջանում հատկապես մամուլում տարբեր ձայներ սկսեցին հրապարակվել, Özellikle milliyetçi Türk basınında հատկապես ազգայնամոլական թուրքական մամուլում işte Kürtlere biz istedikleri yerleri vermiştik zaten. Nereleri verdiniz? İşte Ermenilerden aldığınız bölgeleri, 6 vilayeti biz zaten diyor sizlere verdik. Vilayet İSİD'de. bu kim söylüyor? Bazı Türk medya kuruluşları, ben hatta seninle paylaşmıştım. Ben anlamadım, tekrarlayabilirsiniz. Şimdi bazı Türk medyasında bu barışma süreci başladığı zaman Türk medyası bunu kullanmaya başladı. İşte siz Kürtler ne istiyorsunuz? Ha, anladım. Biz zaten biz size şeyi verdik, Türk Vilayet azgayna İSİD'de molական- Ermeni şehirlerini verdik size. Մամուլը հիմա սկսել է այս կերպ ներկայացնել խնդիրը, ասում է դուք այլևս ինչ եք ուզում մեզնից քրդեր։ Չէ՞ որ մենք ձեզ տվել ենք ամբողջ հայերի ապրած բնակավայրերը տվել ենք, այլ ուրիշ ինչ եք ուզում մեզնից։ Yani Որևէ bir- պահանջ չեք կարող այլևս։ Yani bir nebze Türkler artık B planını da devreye yavaş yavaş sokuyorlar. Այսինքն թուրքերը B plանը սկսում են Yani- մտցնել գործընթաց։ Medyegerneyi biz yapmadık. Bak Kürtler yaptı. %90 Kürtler yaptı Ասում են մենք gibisinden söylemler. ցեղասպանությունը մենք չենք արել, քրդերն են արել 90%-ով եւ քրդերն են հիմա ապրում հայկական տներում։ Özetle eğer böyle bir demokratikleşme olursa Türkiye'de bir barış dedikleri demokratikleşme olursa bizler için de çok iyi olur. Yani İHA'de demokratikleşme olduğu zaman bu Türk, Kürt, Ermeni, Arap vesaire bakmaz ona. Եթե ժողովրդավարացման գործընթաց իրոք լինի Թուրքիայում, դա մեզ դրական կազդի, կապ չի ունենա արդեն մարդկանց ինքնությունը, ազգությունը։ Պարոն Սասունյան, իսկ ավելի հստակեցնեմ հարցս, թուրքերի եւ քրդերի հաշտության արդյունքում հնարավոր է քրդերը իրենց վերաբերմունքը փոխեն հայերի նկատմամբ։ Türkler ve Kürtler arasındaki uzlaşma sonucunda Kürtler Ermenilere karşı davranışlarını değiştirebilir mi? Yani bana şahsi olarak sorsanız Kürtler Ermenilere karşı hiçbir zaman o görüşleri değişmedi. Եթե անձամբ ինձ հարցնեք, ապա քրդերը որևէ երբեք չեն փոխել իրենց կարծիքն ու վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Yani Ինչ առումով։ Hangi konuda? Ben bir adım ileri söyleyeyim. Ben yaşadığım yerde Kürtlerle Kürt oldum, Müslümanla Müslüman oldum, Türkle Türk oldum. Ես իմ ապրած բնակավայրերում քրդերի հետ քուրդ եմ եղել, Onlar beni մուսուլման հետ tanımaz, beni մուսուլման։ bilmez Ermeni Նրանք իրան olduğumu. չգիտեն, որ ես հայ եմ։ Ermeniler hakkındaki tüm bilgileri biliyorum. Եվ գիտեմ իրենց թե ինչ են մտածում հայերի մասին։ Yani şunu söyleyenler var. Ya işte birkaç tane artık kılıç artığı kalmıştı. Onları da
Օրինակ keşke bitirseydik. քրդեր կան, որ ասում են ընդհանուր մի քանի հատ թրից բրծածներ են մնացել, դրանց էլ կոտորենք կամ հեռացնենք թող գնա։ Hatta bir dönem bunu yüzümüze Ermeni olduğumuzu bildikleri gibi yüzümüze Պատահել է, որ karşı իմացել են մեր հայ Bunu լինելու մասին söylediler. եւ մեր երեսին էլ են ասել։ Dolayısıyla Kürtlerin Ermenilere bakış açısı hiçbir zaman değişmedi. Ama bugün Քրդերի տեսակետը հայերի նկատմամբ երբեք չի փոխվել։ bugünkü işte gençler biraz nasıl söyleyeyim okumuş yani avukatı, öğretmeni, Կամ doktoru բայց ներկայիս երիտասարդը մի քիչ ավելի şunu ուսյալ şunu են։ diyebiliyor işte bizimkiler yanlış yaptı. Ասում են, որ մերոնք սխալ են Olmasaydı daha արել։ iyi olurdu. Եթե ցեղասպանությունները ավելի լավ Ama կլիներ։ olmuş ne yapalım? Բայց արդեն պատահել է, ինչ անենք։ Ama bunu söylemiyorlar. Senin oturduğun ev Ermeni evi. Սա բայց երբեք չեն ասում, մեր ապրած տունը հայկական տուն է։ Buğdayın ondan sonra bahçeni Ցորենի արտը ektiğin bahçe Ermeni bahçesi. հայկական է։ Çeşme Ermeni çeşmesi. Աղբյուրը հայկական աղբյուր։ Namaz kıldığın cami Ermeni Մսկիթը, kilisesi. որտեղ նամազ եմ անում, հայկական Bunu ben եկեղեցի sana է։ vereyim diyen yani Չկա որևէ մեկը, որ ասի ես դա duydum վերադարձնեմ birkaç հայ։ kişiden ama ne kadar ciddi ona da Ընդամենը 1-2 հոգուց եմ նման բան լսել, Ama- նրանք էլ Աստված գիտի լուրջ են թե ոչ ասում։ bize şu anda Kürtler Türklerden daha iyi davranıyor diyebiliriz. Քյուրդներ Evet, քրդերը Türklerden daha iyi. թուրքերի համեմատ իհարկե ավելի լավ են մեզ վերաբերվում, դա կարող ենք ասել։ Պարոն Սասունյան, կարծիք կա, որ 20-րդ դարում հայերին բնաջնջած Թուրքիան իր քաղաքականությունը հայերի նկատմամբ չի փոխել։ Նույն Թուրքիան է նաև 21-րդ դարում։ Ամեն դեպքում նման կարծիք հնչեցում է, նման տեսակետներ կան։ Արդյոք Թուրքիայում ապրող հայը իր մաշկի վրա սա զգում է եւ արդյոք այնտեղ ապրող հայերը բախվում են խնդիրների։ Şöyle bir görüş de var. 20. yüzyılın Türkiye ve 21. yüzyılın Türkiye aynısıdır Ermenilere karşı konusunda. Bu davranışı görüyorlar mı şahsen? Yani Türkiye'nin bu davranışını. Tabii ki yani şimdi İstanbul Ermenilerini saymasak, İstanbul Ermenileri farklı. İհարկե չհաշվենք պոլսահայերին, նրանք տարբեր են։ Onlar yani onlar Türkçe Ermenice konuşan Türkler gibidir yani. Նրանք հայերեն խոսող թուրքեր են կարելի ասել։ Onlar ayrı ama biz bunu yani ben kendim üzerimde söylüyorum. Benim hiçbir vasfım yok, tüzel kişiliğim yok. Ես Ben kendi üzerimde bunu իրավաբանական yaşıyorum անձ yani. չեմ, ոչ մի իրավունք չունեմ, այսինքն իմ անձնապես, անհատապես եմ ասում։ Yani şunu söyle, buna en son şahit olduk. Pasur'daki yaşlı bir adam şunu diyebiliyordu. Diğer kendisiyle beraber bu katliamı yapanların çocukları ya giren birkaç tane Ermeni kökenli insan var onları da öldürelim. Ben şok oldum yani yeni yani bu birkaç yıl önce 3-4 yıl önce yaşadık bu. 3-4 yıl önce, Evet, evet, 3-4 տարի առաջ Փաստուրում մի ատարեց մարդ ասում էր մի քանի հայ ամնացել, նրանց է կոտորենք բրցնեն։ Ես դա ընդամենը 3-4 տարի առաջվա դեպքեր։ Yani yaşadığımız yerde hepsi Metzyegenliğe katılanların çocukları ve torunlarıdır. Hepsi Այսինքն ama այն istisnasız. բնակավայրերը, որտեղ ապրում ենք, Ermeni soykırımını yapanların, Evet, evet. ցեղասպանությունը Kesinlikle. իրագործողների հետնորդներն են, այսինքն նրանց որդիները, թոռներն են, ծորներն են ապրում Biz այնտեղ, որտեղ որ öyle bir ortamda yaşamaya çalışıyoruz. մենք փորձում ենք Ne kadar Ermenili փորձում ենք olabilir. նման մթնոլորտում ապրել, ինչքան որ կարող ենք։ Տիկին Անումյան, եւ քանի որ դուք խորապես ուսումնասիրում եք թեման, հա, Թուրքիայում ապրող հայերի խնդիրները եւ այլն, այսպեսի մի հարց. Մինչ Հայաստանի իշխանությունները գնում են Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու ճանապարհով, այ օրեր առաջ Անկարայում Թալիաթ Փաշայի կիսանդրին հուշակոթողը, այսպես ասած, բացվեց։ Ստացվում է, որ Թուրքիայում պետական մակարդակով խրախուսվում է, պետական մակարդակով, այսպես ասած, մեծարում են մի անձի, որը հայերի բնաջնջման ծրագրի հեղինակներից մեկն է։
Այս մասով ինչ կասեք։ Այո, ինչպես տեսնում ենք, Թուրքիան ոչ միայն չեն թոթափվել հակահայկական տրամադրությունները, այլև ավելի են հրահրվում վերջին տարիներին, հատկապես Արցախյան պատերազմից հետո ու Արցախը կորցնելուց հետո, եւ հետաքրքիր մի փաստ, որ պատահական չէր ընտրվել անգամ ամսաթիվը, հենց հունիսի 2-ին էր բացումը կատարվել եւ այդ օրը, ինչպես հայտնի է, հունիսի 2-ին Սողոմոն Թեհլիրյանը արդարացվեց Գերմանիայի դատարանի կողմից եւ Գերմանիան 2016 թվականին ընդունեց հայոց ցեղասպանությունը եւ այդ քննարկումը եւ այդ լուրը տեղեկացվեց այսպիսի մթնոլորտում, պարզվեց, որ նաեւ ցանկանում են այսպես կոչված հայ վրիժառուների կողմից, այսինքն արդարահատույց մարտիկների կողմից սպանված բոլոր թուրք դիվանագետներին նվիրված մի հուշակոթող հուշարձան կառուցել եւ այդ թեմայով անգամ նրանք լուրջ քննարկումներ են անում, հրավիրել են սպանված դիվանագետների ընտանիքի անդամներին, ոչ միայն մասնագետների, որպեսզի համատեղ կարծում եմ դա պատասխան է նաև Նեմեսիս օպերացիայի հուշարձանի բացմանը եւ բնականաբար որևէ կերպ ոչ միայն Թուրքիան շարունակում է ուրանալ հայոց ցեղասպանությունը, շարունակում է ուրանալ, որ հենց թուրքական օսմանյան դատարանն է դատապարտել Թալյաթին եւ մյուս ոճրագործներին, այլև փորձում է այլ կերպ ներկայացնել պատմությունը, շարունակում է հակահայկական, ազգայնամոլական քաղաքականությունը այս ոլորտում։ Սիրելի հյուրեր, պարոն Սասունյան, Տիկին Անումյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ մեզ հյուրընկալվելու, մեր հրավերը չմերժելու համար, նաեւ շնորհակալություն հայտնել շատ հետաքրքիր հարցազրույցի համար, վստահ եմ, որ մեզ հետևողները շատ կարևոր, այսպես ասած, փաստեր ֆիքսեցին, շատ բաներ բացահայտեցին կարևոր իրենց համար եւ հետաքրքիր դրվագներ բացահայտեցին։ Очень teşekkür ederim ve bizim seyircilerimiz çok önemli şeyler öğrendi sizin sayenizde. Թույլ տվեք այսքանով ավարտենք մեր հարցազրույցը. Böylece izninizle tamamlayalım. Son sadece bir cümle söyleyeyim. Bir nakadasyon ver için. Birkaç yıldır Ermenistan'dan Batı Ermenistan'a turistler gidip gelmektedir. Hac ziyareti yapmaktadır. Ինչպես հայտնի է, քանի տարի արդեն Հայաստանից Արևմտյան Հայաստան ուխտագնացություններ են կատարվում, իրականացվում։ Bu hem bizler için çok iyi hem burada yaşayanlar için. Դա լավ է թե մեզ Թուրքիայում ապրող հայերից եւ թե այստեղ ապրող հայերի համար։ Bilmiyorlar. Şöyle söyleyeyim, orada yaşayan Ermeni, buradaki Ermeninin durumunu, burada yaşayan oradakini. Herkes kitaptan, internetten, televizyondan gördüğü şekilde. Քանի որ միմյանց լավ չենք ճանաչում եւ հիմնականում համացանցի կամ Bu çok iyi bir միջոցով ենք kaynaşma. տեղական։ Bu çok iyi bir Դա շատ kaynaşma. լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու, շփվելու։ Devlet tarafından, asker ve polis tarafından da hiçbir zorluk yok. Gayet çok rahat. Çok Լավ է, որ ilginç. թուրքական պետության ռազմական ուժերի կողմից որևէ խնդիրներ չեն հարուցվում այդ ուղղությամբ։ Tam tersine yardımcı bile olmuyor. Նույնիսկ օգնում են, երբ որ Yani gidip gelmeler hemen hemen haftada 3-5 grup Türkiye'ye gidip շաբաթական geliyor. առնվազն Bu çok iyi bir 3-4 durum ya. խումբ Seviniyoruz. Gelsinler. գալիս են։ Sinema. Եվ ես ուզում եմ, որ ավելի շատ հայաստանցիներ կան Արևմտյան Հայաստան։ Ben de davetinize katıldığım için çok Ես էլ եմ շնորհակալ ձեր mutluyum. Çok memnun oldum. հարցազրույցին մասնակցելու Kaç համար։ unutuyorum. Իսկ մեր հետևողների համար հիշեցնեմ, որ այսօր մենք հյուրընկալել էինք Թուրքիայի Դիարբեքիր նահանգում բնակվող մեր հայրենակից Կարոտ Սասունյանին եւ պատմական գիտությունների տեխնացու թուրքագետ Մելինե Անումյանին։